Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել ուրախ և հաճելի լուրով։ Մոտ 1.5 ժամ տևեց բանակցությունները, որպեսզի կարողանանք իր կատարածել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի վերջերս կալանավորված, 20 օր առաջ կալանավորված Տիգրան Ավագյանին որոշում են կայացրել ազատել կալանքից և նրա նկատմամբ կիրառել ուղղակի տնային կալանք, բայց պարզվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը անհրաժեշտություն ունի ոչ թե էլեկտրոնային տարբերակով ստանալ որոշումները, այլ աղձեռն և շուրջ 1.5 ժամ տևեց այն բանակցությունները, համաձայն որի որ պետք է բաց թողեն արդի քրեակատարողական հիմնարկից Տիգրան Ավագյանին։ Հիշեցնեմ ձեզ ով է Տիգրան Ավագյանը։ Տիգրան Ավագյանը Գյումրու ավագանու ցուցակում ընդգրկված այն ավագանու թեկնածուն էր, որը պետք է դառնար ավագանի, բայց նրան հատուկ կալանավորեցին քաղաքական դրդապատճառներով, անհիմն, առանց որևիցե հիմնավորման, ապօրինաբար, քաղաքական դրդապատճառներով, որպեսզի կոլապսի մատնեին Գյումրու ավագանու գործունեությունը և իհարկե բողոքարկման փուլը անցկացնելով մենք հասանք այն հաղթանակի, այսպես ձևակերպենք, իհարկե լավ կլիներ, որ այս ամենը տեղի չունենար, բայց այնուամենայնիվ հասանք նրան, որ Տիգրան Ավագյանին պետք է բաց թողեն հիմա կես ժամվա ընթացքում, այդպես ինձ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որովհետև 1.5 ժամ է, մենք չէինք կարողանում հասնել նրան, որ նրան պետք է բաց թողենք, պարզաբանում էին, որ առավոտը մենք կթողենք, որովհետև դեռ դրությունը արձեռն իրենք չեն ստացել, թղթային տարբերակը չեն ստացել, մոռացել են իրենց վարչապետի ցուցումները, որ այլևս էլեկտրոնային տարբերակներով պետք է աշխատեն։ Ինչևից է, այս պայդրությամբ կես ժամվա ընթացքում արդի քրեակատարողական հիմնարկին հրաժեշտ կտա այն շուրջ 45-40-ից ավել կալանավորների ցուցակում գտնվող գյումրեցի Տիգրան Ավագյանը, ով որևիցե քրոնեն հետապնդելի արարք չէր կատարել, բայց այդ մարդուն հանիրավի տարան փաստորեն 20 օր պահեցին, կտրեցին ընտանիքից, երեխաներից, իդեպ նա ունի մանկահասակ երեխա, կրծքի երեխա և հորը կտրեցին նաև այդ փոքրիկից, ամբողջ ընտանիքի հոգսերը թողնելով երիտասարդ կնոջ վրա, ով ունի ևս երկու, այսինքն 3 անչափահաս երեխաների մոր վրա թողեցին ամբողջ ընտանիքի հոգսը շուրջ 20 օր և չեն ցանկանում նույնիսկ այս դատական ակտը լինելու պայմաններում 1 ժամ, 1 րոպե շուտ բաց թողել Տիգրան Ավագյանին, բայց դե հիմա շուտով Տիգրան Ավագյանը կգնա և կմիանա իր ընտանիքին, երեխաներին։ Ես նաև հասկանում եմ, որ այս մարդիկ այսպիսի դաժան են և անմարդկային, ինչու, որովհետև նրանք ինքներն էլ չունեն ընտանիք, երեխաներ, օրինակ ծովինար Տիկին Թադևոսյան, ես մաղթում եմ, որ դուք ունենաք երեխաներ, ընտանիք և իմանաք դա ինչ բերկրանք է, բայց այնուամենայնիվ, եթե դուք այս պահին չունեք ընտանիք, դա չի նշանակում, որ բոլոր այն անձինք, ովքեր ունեն ընտանիք, դուք իրենց կարող եք զրկել այդ ընտանիքի հետ 1 րոպե առաջ միավորվելու հնարավորությունից։ Մինչդեռ նա արձանագրում է, որ 29 րոպե է, դուք արդեն այդ որոշումները ստացել եք դատարանից, բայց 2 ժամ տևում է, որոշումները հետաձգել եք կատարել։ Միայն դուք համաձայնվեցիք կատարել այդ որոշումները մեր բողոքների հիման վրա, աղաղակման հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդության հիման վրա։ Ես ձեզ հորդորում եմ, կարգի հրավիրեք ձեզ,
մեր դիմում բողոքներին ընթացք տվեք, մասնավորապես իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի բողոքներին ուշադիր նայեք, կարդացեք, հետևեք, որովհետև ցանկացած բողոքի հետևից մենք գնալու ենք եւ այդ ցանկացած բողոք, որը ընթացք չի ստանում, դա լինելու է լուրջ քննության, հետազոտության առարկա եւ դրա պատասխանատուն դուք եք տիկին Ծովինար Թադևոսյան, տիկին Սրփուի Գալյան, մի հատ Կամո Մանուկյան, մինչ այս պահը Վարդան Ղուկասյանը չի կարողացել իրացնել իր բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ Տիկին Ծովինար Թադևոսյան, մինչ այս պահը պարոն Ղուկասյանը չի կարողացրել իրացնել իր խղճի ազատության, խղճի դավանանքի կրոնի ազատության իրավունքը։ Պարոն չգիտեմ, Կամո Մանուկյան, դուք եղել եք Վարդան Ղուկասյանի խցում, տեսել եք այնտեղ խցային պայմանները եւ նրա հիվանդությունները իմանում եք, ճանաչում եք այդ հիվանդությունների ներքո նա կարող է գտնվել այդ խցում։ Ես ուղղակի խորհուրդ կտամ Կամո Մանուկյանին գնան մի քանի ժամ անցկացնել այդ խցում եւ պայմանների բերկրանքը ապրել այդ խցի, այդ հակասանիտարական, հակամարտկային պայմանները ապրել եւ նոր որոշել շարունակի մարդ մնա այդպիսի հիվանդություններում, այդպիսի պայմաններում։ Այս պահի դրությամբ հարգելի հայրենակիցներ, այսքանն եմ ձեզ հայտնում։ Ես ցանկանում եմ, որ այսպիսի լուրերով մենք շատ կիսվենք, այսինքն ազատ արձակելու լուրերով եւ իհարկե փոխանցել այս լուրը եւ որոշումները այն բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր հանիրավի ամսի 20-ից սկսած այդ հարձակումից սկսած Երևանից դեպի Գյումրի տեղի ունեցող հարձակումից հետո առաջացած պայմանների եւ քաղբանտարկյալների արկայությունը վերանա եւ այդ մարդիկ բոլորը ազատ արձակվեն եւ գնան հասնեն իրենց ընտանիքներին, իրենց տներին։ Այսքան այս պահի դրությամբ։